Ինչպես Առինջ գյուղում սունկ աճեցնող երիտասարդը դարձավ Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը ու ամենամեծ կուսակցություններից մեկի առաջնորդը։ Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956-ին Առինջում։ Մինչ քաղաքականություն մտնելը նա հայտնի էր սպորտում։ Բասկամարտի միջազգային մրցաշարերի մեդալակիր էր։ 1998-ին էլ հիմնադրում է իր բիզնեսի առանցքային ընկերությունը Մուլտիգրուպը։ Ծառուկյանը տարատեսակ բիզնեսների սեփականատեր է՝ ցեմենտի գործարան, գազալացակայաններ, Երևանի Արարատի գինու, կոնյակի եւ օղու կոմբինատ, խաղատներ եւ հյուրանոցներ։ 2003-ին Ծառուկյանը ընտրվում է պատգամավոր, 2004-ին հիմնում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Ավելի ուշ 2015-ին իշխանությունների հետ սուր կոնֆլիկտի պատճառով հեռանում է ակտիվ քաղաքականությունից։ Դադարը 2 տարի տևեց։ Վերադարձավ 2017-ին եւ կրկին պատգամավոր դարձավ։ Արդեն 2020-ին Փաշինյանի իշխանությունը Ծառուկյանին զրկեց անձեռ մխելիությունից եւ կալանավորեց ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Ավելի ուշ 100 միլիոն դրամ գրավով ազատ արձակվեց, իսկ այս ամիս արդարացվեց։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին Ծառուկյանը կգնա Մայր Հայաստան եւ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունների հետ, առաջարկ Հայաստանին ծրագրով։ Դե իսկ վարչապետի տեխնատուները գնալով շատանում են։ Արության ցավը տանեմ, սաղ կացեմ, հիմա 3-ը չի, արդեն 4-ն են դառը։ Դե իսկ քաղաքականությունից դուրս Ծառուկյանի գլխավոր նախագիծը հիմա Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանն է։ Շինարարական աշխատանքներին Ծառուկյանը անձամբ է հետևում։ Կհաջողվի արդյոք Ծառուկյանին վերադառնալ մեծ քաղաքականություն։ Գրիր մեկնաբանություններում։ Բաժանորդագրվիր հետքին, որ կարևորի մասին առաջինը իմանաս։